գիտենք, որ տեղի ունեցան ընտրություններ, ձևավորվել է ավականին, ընտրել են քաղաքապետ ու կարծես թե սկսել էր աշխատել, բայց ինչպես այն ամենավատ կանխատեսումները կար, հաստատվում են, որ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ, կամաց սկսելու խարխլել այն իրավիճակը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում, այն պատկերը քաղաքական, որ ունենք, ինչի մասին է խոսքը։ Ապրիլի 21-ին մեր քաղաքը խմբակցությունից Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ դաշինքներ, հետագայում դարավ խմբակցություն, ձևավորվեց 6 հոգանոց թիմ։ Հիմա այդ թիմից մի հոգի Կարենը Հրայրի Բադալյան ամսի 21-ին ապրիլի դիում էր գրել, որ աշխատանքային հանգամանքներով պայմանավորված այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավականու անդամ եւ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը մյուս օրը հենց կարծես ապրիլի 22-ին արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ։ Տվյալ իրավահարաբերությունները տեղական ինքնակառավարման մասին օրենքն է կարգավորում։ Տվյալ օրենքի 70-րդ հոդվածը հիմա հաջորդ քայլը դրա ինչ պետք է լինի, համայնքի ղեկավարը ուղարկում է արձանագրությունը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ իր հերթին ոչ թե որոշում է դադարում է կամ չի դադարում, այլ արձանագրում է, արձանագրություն է կազմում, որ այս մարդու լիազորությունները դադարել են ավականու, ըստ էության ֆիքսում է թափուր լինելը, որից հետո արդեն ըստ հաջորդականության մյուս համարը ավականու պետք է դառնա, ըստ ցուցակի պետք է դառնա ավականի։ Բայց մեր մոտ ինչա տեղի ունեցել, մեր մոտ տեղի ունեցել այն, որ ժամկետները մեր հաշվարկով գոնե անցել են, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի կա 7-օրյա ժամկետ, համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է։ Հիմա այդ ֆունկցիան չի անում։ Մինչև այսօր գոնե չի արել, իսկ այդ 7-օրյա ժամկետը մեր հաշվարկով աշխատանքային օրերի ժամկետը անցել են, եւ մենք ունենք նաեւ տեղեկատվություն, չնայած այդ տեղեկատվությունը բաց հրապարակային է, որ Կարեն Բադալյանը դիմել է դատարան ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը։ Ես բաց թողեցի նաեւ այն հանգամանքը, որ ընդամենը 2 օր հետո իր առաջի դիմումից Կարենը Բադալյան բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում եմ միտքը նրանում է, որ խնդրում եմ անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել եւ ցանկանում եմ նաեւ դուրս գալ մեր քաղաքը խմբակցությունից։ Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել։ Այսինքն ճնշել են ԿՊ-ից իշխանությունները փորձում են մեկ մանդատ գողանալով իդեմս Կարեն Բադալյանի իրենց դիրքերը ուժեղացնել, որ հետո նաև կարողանան երկրորդ մարդկանց գողանալ իրենց կողմը քաշել, ճիշտ եք հասկանում։ Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել եւ այս առումով նաև կարելի է բռնություն էսի համարել, որովհետեւ այդպես չի լինում։ Անձը մի օր գալիս է ապետանի չափ բռնություն չի, բայց էլի բռնություն է։ Դե հոգեբանական իմաստով նկատի ունեմ, ոչ ֆիզիկական, բայց այդպես չի լինում։ Անձը 21-ին ապրիլի հրաժարական է տալիս, հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ եւ ընդամենը 2 օր հետո ասում է, չէ, փոշմանեցի, բացի այն որ փոշմանեցի, նաեւ հայտարարում եմ, որ անկախ ավականի եմ այսուհետ դառնում ճակերտների մեջ, գիտենք որ անկախ ոչ ավականներ են լինում, ոչ падգամավորներ բնության մեջ։ Հետևաբար ավականու անկախ անդամ, որ հետո ինչ է կարծում հաջորդ սցենարով ԿՊ-ի կողմը։ Այո, մեկ տրամաբանություն կա այդ անդիմադիրներից փոկված անկախ падգամավոր կամ ավականիները, տվյալ դեպքում ավականին կարա ընդամենը մեկ շահի ծառայի, դա իշխանության շահն է։ Հասկանալի է, որ այստեղ չգիտենք դեռևս մանրամասները ինչ պատճառներով, բայց դե յուրաքանչյուր մարդ հազար ու մի անձնական, ոչ անձնական խնդիրներ կարող ունենա, կարող է լինել ուժեղ, հոգեբանորեն կարող է ունենալ այլ թուլություններ, որոնց վրա ներգործելով այս միջամտությունը արվում է։ Այս միջամտությունը ըստ էության փորձա խեղելու, փոխելու Գյումրիում ձևավորված ՔՎ-ի, Գյումրեց ու ՔՎ-ի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը։ Հիմա մենք այստեղ ենք, որպեսզի մեր մասով մեր գործը անենք, այսինքն պայքարենք, որ դա այդպես չլինի, իսկ նաև արձանագրենք, որ բոլորը Գյումրիում կլինի, Երևանում կլինի, տեսնեն, թե ոնց է աշխատում
անկախ մարմին է, որը կոչված է անկախ լինելու, եւ առհասարակ տեղեկացնենք մարդկանց այս բոլոր խախտումների վերաբերյալ։ Իհարկե փորձելով դրանք կանխել, ինչքանով որ մեր ուժերի մեջ դրանք կլինեն։ Հակոբյան, կանխատեսելի չէր արդյոք, որ ԿՊ-ն նմանատիպ գործելավոճ Գյումրիում նաեւ կորդեգրի, որովհետեւ մյուս համայնքներում այդ փորձը ունենք, հա, Վանաձորում, Փարաքարում, Ալավերդիում, այլ համայնքներում, որտեղ որ պարտվել է ԿՊ-ն, փորձել է այսպես մարդագողությամբ փորձել համայնքապետ փոխել։ Միանշանակ կանխատեսելի է, ես չեմ բացառում, որ վաղը մյուս օրը ինչ որ այլ ավականների ձերբակալեն, կալանքի տանեն, քրեական գործերով վախեցնեն, փորձեն այդ 5-6 կամ ավել մանդատների տարբերության հարցը լուծեն, այստեղ էլ գողանան իշխանությունը, ըստ էության գողանան, որովհետև չեն ստացել ժողովրդից այդ քվեն, բայց ամեն գնով իրանց համար գինը էական չի, փորձեն այդ պատկերը ժողովրդավարական խեղեն։ Մենք նաև տեղեկացրել ենք հա մեր ներքին կապերով այլ լրատվամիջոցների, որ հեսա շուտով երևի մոտավորապես 10-15 րոպեից ամենաուշը լինելու ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 31-ն է թվով, եթե չեմ սխալվում, դիմաց այնտեղ համ նույնպես խոսելու ենք տվյալ թեմայից եւ փորձելու ենք նաև տեղում արդեն պաշտոնյաների հետ, մասնավորապես այդ ընտրատարածքային հանձնաժողովի ղեկավարի հետ, այլ անդամների հետ հանձնաժողովի խոսենք, բացատրություն նրանցից պահանջենք, ստանանք, հասկանանք ինչ ենք անում մյուս քայլերի առումով։ Այդ մասով երևի թե այս պահին սահմանափակվենք եւ այս պահին կարող ենք ասել, որ արդեն արձանագրված է օրենքի խախտում ընդրական տեղում։ Մեր գոնե ունեցած տեղեկատվությամբ, այո, այս պահին արդեն ժամկետները լրացել են, քայլ չկա, կա լռություն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, ինչը ոչ մի լավ բանի մասին չի խոսում, մնացած պատկերի հետ համադրելով էլ կարանք ասենք, որ դա շատ մեծ հավանականությամբ իշխանության ծրագրած հերթական քայլերից մեկն է։ Կներեք, կարծում եք իրենց նաև ցուցումով է Վահագն Հովակիմյանի իմացությամբ կամ հանձնարարությամբ այս ամեն ինչը։ Եթե ինչ-որ մի հրաշքով չպարզվի, որ սա զուտ աշխատանքային անփութություն է, վստահաբար սա համակարգված է լինելու եւ դրանից վերև, այսինքն եւ իշխանություններ եւ արդեն կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային։ Եկեք շարունակենք արդեն մնացածը 10-15 րոպեից տեղում դիմաց շենքի շարունակենք ըստ թեմայի մասով եւ խոսել եւ գործել։ Շնորհակալ եմ։